2023-ին Ռուսաստանաբնակ 34-ամյա Ռիմայի մոտ սկսվեցին կոնքի, որովայնի ստորին հատվածի և աճուկների շրջանի ցավեր, կար նաև առնահոսություն։ Դիմել էր տեղի բուժկենտրոններից մեկը, նախնական ախտորոշվել էր Արգանդի պարանոցի քաղցկեղ։ Որոշում էր կայացվել բուժումը շարունակել Հայաստանում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ էլ համալիր հետազոտությունները փաստեցին, չարորակ նորագոյացությունը գտնվում է երրորդ փուլում։ Նենց ստացվեց, որ մեր մոտ չկարացին ինձ բուժեն, կարային, բայց նենց չէր ոնց մեզ պետք էր։ Ինձ վնաս էին բերելու, որ բուժեին, դրա համար իմ պապաս որոշեց, որ մենք պետք է գանք Հայաստան։ Մենք էլ եկանք Հայաստան ու ես շատ բախտավոր էի, որ ես հայտնվեցի հիվանդանոցում։ Ռիմայի բուժումը սկսվեց հեռահար ճառագայթով, որը զուգակցվեց քիմիոթերապիայով, քանի որ հիվանդությունը հայտնաբերվել էր ուշ փուլում, ուռուցքը տարածվել էր նաև փոքր կոնքի որոշ օրգանների վրա։ Համալիր բուժմամբ մասնագետները մաքրել էին հարակից հյուսվածքները, ապա արգանդի վզիկի մնացորդային գոյացությունը ոչնչացրել բրախիթերապիայի միջոցով։ Բրախիթերապիան կամ կոնտակտային ճառագայթային բուժումը դա ճառագայթային բուժման տեսակ է, երբ ճառագայթային աղբյուրը հատուկ ապլիկատորների միջոցով ներդրվում է բուն ուռուցքի կամ ուռուցքը շրջապատող հյուսվածքների մեջ, ինչը հնարավորություն է տալիս մաքսիմալ ուռուցքասպան դոզա ուղղել թիրախի վրա և մինիմալացնել ազդեցությունը հարակից հարևան օրգանների և հյուսվածքների վրա։ Հատուկ փոքր սարքերը, ապլիկատորները սկսում են ներսից ճառագայթել, սպանելով ուռուցքային բջիջներին, այդպես շրջակա առողջ օրգաններն ու հյուսվածքները գրեթե չեն տուժում կամ ենթարկվում են անհամեմատ քիչ ազդեցության։ Մեր բաժանմունքում օգտագործում է ներկայումս բարձրակարգ 2 բրախիթերապևտիկ սարք, որոնցից մեկը գործում է 2023 թվականից, մյուսը 2025 թվականից։ Ճառագայթման աղբյուրը կոբալտ 60-ն է, և եթե նախկինում իրականացնում ենք միայն գինեկոլոգիական քաղցկեղի բրախիթերապևտիկ բուժումը, ապա այժմ իրականացնում ենք նաև ուղիղ աղու, մաշկի և վուլվայի քաղցկեղների բրախիթերապիան։ Բրախիթերապիային մասնակցում է միանգամից մի քանի մասնագետ՝ ճառագայթային ուռուցքաբանը, ռադիոլոգը, բժշկական ֆիզիկոսը եւ այլք։ Սոնոգրաֆիան բժշկի տեղորոշիչն է, այդպես տեսանելի է մանր ասեղների տեղակայման ճշգրտությունը, որով կանխվում է արգանդի թափածակումը։ Բրախիթերապիայի ընթացքում սոնոգրաֆիան օգնում է բժշկին ասեղային ապլիկատորը ճշգրիտ տեղադրել արգանդի խոռոչում։ Եվ քանի որ սոնոգրաֆիան հանդիսանում է ճառագայթային անվնաս մեթոդ, կարելի է կիրառել բազմաթիվ անգամներ, մենք իրանք կիրառում ենք յուրաքանչյուր հիվանդի բոլոր սեանսների ընթացքում։ Երբ ադապտորները բարեհաջող տեղադրվում են, կատարվում է համակարգչային շերտագրում, ապա գործի անցնում բժշկական ֆիզիկոսը, որը ստացված պատկերները ներբեռնում է պլանավորող համակարգի մեջ, ստանում ճառագայթվող թիրախի եւ հարակից օրգանների եզրերի եռաչափ պատկերը։ Կոնտուրավորումը կատարում է բժիշկը, որից հետո մենք վիրտուալ ապլիկատորները տեղադրում ենք կատե պատկերից ստացված արտապատկերման վրա և ստանում ենք դոզայի բաշխումը համապատասխան ձևով։ 3D բրախիթերապիան ունի իհարկե մեծ առավելություն։ Առաջինը կայանում է նրա մեջ, որ մենք կարող ենք բուժումից առաջ անցկացնել կատե MRT պլանավորում արդեն իսկ տեղադրված ապլիկատորներով եւ ստացվի ինդիվիդուալ բուժման պլան, որով կարող ենք ամբողջ թիրախը մտցնել ճառագայթային դաշտի մեջ։ Մասնագետների խոսքով բրախիթերապիան շատ դեպքերում թույլ է տալիս կրճատել բուժման տևողությունը։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այն հասանելի է վճարովի հիմունքներով, պետպատվերով, նաև արդեն առողջության համընդհանուր ապահովագրությամբ համավճարի սկզբունքով։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։